Բարև ձեզ, Factor TV հյուրը միասնության թևեր քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանն է, ողջույն պարոն Անանյան։ Գիտենք, որ եկեղեցու 10 arczepiskoposներ դիմել են ժողովրդին կոչ անելով գնալ Մայր Աթոռ Գարգին II-ին հանգստի կոչելու իրենց պնդմամբ արդար պահանջով բարձրացնել բողոքի ձայն, հակականոնական ընթացքի դեմ պայքարել եւ այլն։ Գարգին II կաթողիկոսի կողմնակիցները իրենց հերթին հայտարարել են, որ Մայր Աթոռ են գնում, իսկ Մայր Աթոռը զգաստության կոչ է անում մեջբերեմ վտանգաշատ հավաքի նախաձեռնություն ստանձնած սրբազան հայրերին, իսկ ՆԳՆ-ն իր հերթին կոչ էր անում հանգստության եւ հակաօրինական քայլեր չանել։ Ինչպես է գնահատում այս իրավիճակը։ Իրավիճակը բավականին ծանր է, կարելի է այդպես ասել, որովհետև մի բան է, երբ որ գործող իշխանությունն է հայտարարում, որ ինքը պետք է գնա Էջմիածին եւ կաթողիկոսի դեմ որոշակի գործողություններ հրահարի կամ իրագործի, մի բան է, որ դա ըստ էության ճակերտավոր ասած պատվիրակում է 8-ից 10 եպիսկոպոս, arczepiskoposներ, ինչպես դուք նշեցիք։ Ես դա այդպես եմ պատկերացնում։ Գիտեք, այո, սա քողարկված նույն, այսպես ասած, նույն ձեռագրի քողարկված արդեն տարբերակն է, եւ ես ցավում եմ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան այդ 8-10 եպիսկոպոս, arczepiskoposների համար, որովհետեւ իրենք դարել են ըստ էության գործիք այսօրվա իշխանությունների ձեռքին։ Նրանք չի կարելի գնահատել կամ չենք գնահատում մենք որպես իրենց համար, այսպես ասած, իրենց գիտակցական պայքարի ինչ-որ ցուցադրություն։ Եվ դա տեսեք, սա վտանգավոր է ինչ առումով, որ իշխանությունը շատ հմուտ ձևով իր ձեռքով հրահրած, այսպես ասած, հակաեկեղեցական պայքարից մի քայլ հետ կանգնեց եւ ըստ էության առաջի պլան մղեց բարձր հոգեվորական դասի 8-ից 10 եպիսկոպոս, arczepiskoposներին։ Եվ սա ըստ էության ինքը հիմա ներկայացնում է, որ հայ առաքելական եկեղեցու ներսում տեղի է ունենում ներքին գործընթացներ։ Եվ այդ ներքին գործընթացներին ով որ կմասնակցի, դա ըստ էության ինքը մեղադրում է, կարող է մեղադրել եւ ըստ էության մեղադրում է տարբեր խոսափողների եւ տարբեր իշխանական, այսպես ասած, գործիչների տեսքով, դեմքով ազդարարում է, որ այ հիմա ներքաղաքական այս բաները, կոչերը, համախմբման, հայ առաքելական եկեղեցու շուրջ, սրանք ըստ էության եկեղեցու գործին միջամտելու փորձեր են։ Տեսեք, պարոն Անանյան, 10 եպիսկոպոսներ նշում են, որ իրենց ըստ էության համբերության բաժակը լցվել են բանից հետո, երբ որ կաթողիկոսը հանձնախմբի եզրակացությունն է չեղարկել Արշակ arczepiskopos Խաչատրյանի վերաբերյալ, իսկ նրանք գտնում են, որ ըստ քննչական կոմիտեի հայտնի 18+ տեսանյութում Արշակ arczepiskoposն է, թեև նա հերքել է եւ հիմա կալանավորված է, չեք կարծում, որ կաթողիկոսը սխալվել է դա չեղարկելով եւ այսինքն ստացվում է խնդիր դուրս եկավ եկեղեցուց, եթե այդ մի հոգուն ճակերտավոր զոհաբերեին, միգուցե 10 հոգին դեմ դուրս չգային։ Գիտեք, դուք հարցեր եք տալիս, որը որ հայ առաքելական եկեղեցու հետևորդի առումով իմ տեսանկյունից ես չեմ կարող մեկնաբանել վեհապարի արածներն ու վեհապարի հանրապես վարքագիծը, որովհետեւ ես համարում եմ, որ վեհապարը հայ առաքելական եկեղեցու գլուխն է եւ ըստ էության հանդիսանում է մեր բոլորիս հավատացյալների հոգեոր հայրը։ Հետեւաբար, եթե ինքը ինչ որ որոշումներ է կայացրել, ինքը այդ որոշումների բարենպաստ եւ անբարենպաստ բոլոր հետևանքները իրենն է եւ ես որևէ ձև չեմ կարող մեկնաբանել։ Տեսեք, դուք էլ նշեցիք, որ այս եպիսկոպոսները իշխանության կողմից են ուղղորդվում։ Երբ որ իշխանություն սուր քննադատում էր կաթողիկոսին եւ մյուս բարձրաստիճան հոգեվորականներին, ընդդիմությունը հավանաբար նաեւ դուք ասում եք, որ պետք է եկեղեցու ներսում այս հարցերը լուծվեն։ Դե հիմա այս մարդիկ եկեղեցու ներսում հարցերը լուծում են։ Ինչու է սա իշխանության ուղղորդում որակվում։ Իրականում մենք պետք է իրար հետ երևի թե քննարկման արդյունքում գանք այնպիսի համաձայնության բոլորովս, որ սա այդպիսի պատրանքային ներեկեղեցական գործընթաց է։ Ամեն ինչ կլիներ շատ ավելի հասկանալի, եթե չլիներ հենց այդ հայտնի
կառավարության ղեկավարի մոտ այս 8 եպիսկոպոս եւ եպիսկոպոսների այսպես գլխիկոր թրիտակով անցնելու այդ արարողակարգը։ Ես այդպես եմ դա գնահատում։ Եթե Փաշինյանը նրանց չընդուներ, դուք կընտրեիք, Եթե որ եկեղեցու ներսում կատարվի։ մի բան է, երբ որ տեղի են ունենում գործընթացներ, որոնք որ տեսանելի չեն մեզ, եւ դու կարող ես անտեսանելի այդ գործընթացները, չկարողանալով, չունենալով այդ տեղեկատվությունը, ասես որ ոնց որ թե եկեղեցու ներսում ինչ որ գործընթացներ են տեղի ունենում եւ ուշով հետեւես թե այդ գործընթացները ինչի կհանգեցնի։ Հիմա մեր խոսքի մեր հարցազրույցի, մեր զրույցի սկզբում ինչ որ ասեցի, մեկ անգամ եւս կրկնեմ, ըստ էության բարձր հոգեվորական այդ 8-ից 10, 8-ից 10 ենք ասում, այդ 10 բարձր հոգեվորական ծառայողները այս պահին հանդես են գալիս գործող իշխանության համար գործիք։ Իրենք ոչ թե իրենց սեփական օրակարգով գնացել են հայ առաքելական եկեղեցու ներսում տեղի ունեցող գործընթացների, այսպես ասած, ինքնամաքրման գործընթացների մեկնարկն ազդարարելու, այլ իրանք գնացել են իշխանության Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրած հակաեկեղեցական արշավի փոխանցիկ դրոշը վերցրել են եւ իրենք ըստ էության իրականացնում են այն, ինչ որ իշխանությունն ուզում էր իրականացնել։ Բայց զուտ վարչապետի նրանց ընդունելու փաստը ինչու է ձեզ հիմք տալու պնդելու, որ սա ներեկեղեցական չի, չէ՞ որ նրանք ասում են մենք գերական ընդունում ենք պետության դրոշը, այսպես ասենք, հա, ավելի պետականամետ հոգեվորական ստացվում։ Այո, միայն այդ մի հանդիպումով բնականաբար այդպիսի տպավորություն չես ունենա, բայց նաև չէ՞ որ կներեք arczepiskopos Կճոյանը այսպես հարապետականի հետ էր ասոցացվում, այնպես չի որ Ես չեմ ուզում ասեմ թե ինքը ինչի հետ էր ասոցացվում, ինքը նաև որոշակի անշարժ եւ շարժական գույքերի հետ էր ասոցացվում, մենք հիմա դրա մասին չենք խոսում, եկեք խոսենք ուրիշ բանի մասին, չէ՞ որ այդ հանդիպումից առաջ եղավ հայտարարություն, հետո եղավ հանդիպում, հանդիպումից հետո եղավ հայտարարություն եւ այդ հետոից հետո եղան որոշակի գործընթացներ։ Այդ թվում նաև կանոնին, եկեղեցական կանոնին հակառակվող եւ չհամապատասխանող պատարագների շարան տեղի ունեցավ, որոնց մասնակցությունը ցուցաբերեցին նաև այս բարձրաստիճան հոգեվորականները, որոնք արդեն իսկ լինելով Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, այդ կազմակերպված հավաքի անդամներ, իրանք ըստ էության վերցրեցին այդ ջահը իր կողմից։ Նրանք սկսեցին զեղչել վեհապարի անունը, նրանք հակականոն պատարակների սկսեցին մասնակցելը, նրանք արժանացան հավատավոր հայ ժողովրդի արժանի պարսավանքին, այդ պարսավանքի սյունին գամվեցին։ Այսինքն այդ գործընթացները ըստ էության գալիս է հաստատելու իմ ասածը, որ իրենք ոչ թե իրենց օրակարգը կամ եկեղեցին փրկելու կամ ինքնամաքրման գործընթացի մեկնարկն են ազդարարել, այլ իրենք, այո, դա իմ տեսակետն է, վստահաբար ես ասում եմ, որ իրենք դարել են Նիկոլ Փաշինյանի գործիքը, իրենք հիմա իրականացնում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Պարոն Արանյան, բայց սուր քննադատություն այս 10 հոգու նկատմամբ չկար ընդդիմության նաև ձեր կողմից, երբ որ նրանք դուրս էին եկել Գարեգին երկրորդի դեմ, ոչ մեկ չէր հիշում, որ ինչ որ մեկ օֆշորային սկանդալի հերոսը, իսկ ինչ որ մեկը Գարեգին երկրորդի պես զավակ դրա մասին խոսում ենք։ Չէ, ուզում եմ ասել, այսպես քննադատությունը ոնց որ այս 10 հոգու նկատմամբ ակտիվացավ, երբ որ նրանք դուրս եկան կաթողիկոսի դեմ։ Եթե այդպես ազնիվ քրիստոնյաներ եք դուք եւ ընդդիմության մյուս ներկայացուցիչներ, ավելի վաղ խոսեիք։ Ավելի վաղ չէի կարող խոսել, որովհետև մարդկանց դու արժանացնում ես որոշակի գնահատականների իրենց վարքագծից ելնելով։ Այդ 10 հոգևորականների մեջ կան առնվազն 2-ը, որոնք իմ ընտանիքին հարազատ են։ Հասկանում եք։ Եվ ես այն ինչ որ հիմա ասում եմ շատ խորը ցավով։ Ես սա ոչ թե ասում եմ ազդարարելու համար մի բան, որը մոդայիկ է, որը հիմա բոլորն են հնչեցնում, այլ սա ցավով եմ ես հնչեցնում։ Եվ մի շատ կարևոր բան էլ կա, գիտեք, մենք երբեք, օրինակ ես երբեք չեմ վիճարկել այս կամ այն հոգևորականի բանը, իր կենցաղը, այս կամ այն օֆշորային գոտում, դուք լսած կլինեք, որ մենք օրինակ Կճոյանի հետ կապված այդ Բենթլիախառը պատմությունները կամ օֆշորի հետ կապված այդ բաները որևէ ձևով շահարկենք։ Դա մեզ չի հետաքրքրել։ Բայց չի հետաքրքրել ինչ բարքեր են եկեղեցում։ Գիտեք, էլի չի հետաքրքրել։ Անընդունելի են քրիստոնեության։ Գիտեք, շատ կարևոր բան կա, նայեք, էլի հավատավոր հոգևոր զավակ, որպես հայ առաքելական եկեղեցու։
շատ ու շատ հոգևորականների վերաբերյալ դու կարող ես ունենալ այս կամ այն տեսակետը կամ մտահոգությունը, բայց դու դա լռության ձայնով ես հաղորդակցվում քո եկեղեցու հետ, հոգևոր հորդ հետ։ Հիմա կան, չէ, Փառք Աստծո հայ առաքելական եկեղեցում այնպիսի հոգևոր հայրեր, որոնց խոսքին ոչ մենակ հետևում ես, այլ նաև ժամանակ առ ժամանակ գնում ես զրուցելու այդ մարդկանց հետ։ Հիմա տեսեք բոլորը ասում են, որ Bentley ունենալը լավ չի։ Իհարկե, բայց այդ զրույցները դա մեր ներքին զրույցներն են։ Նույնիսկ նայեք, ես համարում եմ, որ դուք էլ հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ եք, բայց նույնիսկ մենք կարող ենք այդ զրույցն ունենալ, բայց եթերից դուրս։ Մենք չենք բարձրաձայնել դա եթերում։ Մենք չենք ասել, որ հայ առաքելական եկեղեցին, այսպես ասած, չենք դարձրել դա հանրային խոսույթի առարկա։ Բայց եթե իրենք հակացի տակ են դնում իրենց պերճաշուկ կյանքով, դու դա պետք է քո անհամաձայնությունը, քո բողոքը, քո ընդհանրապես մտահոգությունները արտահայտես հոգևոր զավակի խոնարհությամբ։ Իսկ ովքեր են այդ երկու հոգին, որ ասեցիք մոտ են ընտանիքին։ Թողեք դա չբացահայտեմ, որովհետև իսկ իրենց հետ խոսել եք այս ընթացքում։ Դրանից հետո ոչ։ Այս Փաշինյանի հետ հանդիպումից հետո ոչ, դրանից հետո ոչ, բայց դրանից առաջ նաև մենք շատ ու շատ խոհափիլիսոփայական զրույցներ ենք ունեցել, առնվազն այդ մեկ բարձրաստիճան հոգևորական հետ, որի հետ ես բավականին շատ լավ փոխհարաբերություններ եմ ունեցել եւ անձնական շփումներ, նաև իմ ընտանիքի համար ինքը եղել է շատ։ Չէ՞ կիսվում մտահոգություններով նա։ Ոչ։ Չէ՞ կիսվում։ Որտեվ ես նաև հարգել եմ այդ կոռեկտությունը։ Իհարկե բոլորս գիտենք, որ եկեղեցու ներսում կարող են լինել խնդիրներ։ Եվ եկեղեցականները, բարձրաստիճան եկեղեցականները միշտ իմ համար եղել են շատ ավելի, այսպես ասած, որպես օրինակ ծառայելու համար, թե ինչպես պետք է դու տեսնես խնդիրներ ընդհանրապես որևէ կառույցում համակարգային եւ այդ համակարգային խնդիրները ոնց պետք է փորձես լուծես առանց հանրային, այսպես ասած, քննարկման առարկա դարձնելու։ Շատ լավ, եկեք մյուս հարցին անդրադառնանք, նաև ծանր մեղադրանք է հնչեցվում կաթողիկոսի կամ բարձրաստիճան հոգևորականության կամ կաթողիկոսի եղբոր հանդեպ օտարերկրյա շահեր սպասարկելու վերաբերյալ, իհարկե դրանք քաղաքական հայտարարություններ են եւ օրինակ ես չեմ տեսել դա քաղաքական հայտարարություն չի, եկեք ես հարցս տամ, դուք ֆակտ չեք արեք էլի, բայց այսպես փաստեր մենք դեռևս չենք տեսել այդ հայտարարություններից, այսինքն վարչապետի օրինակ մեղադրանքից զատ նա մամուլիներ հղումանում, սակայն չեք կարծում, որ կաթողիկոսի կողմից անդրադարձը կարող էր որոշակիորեն իրավիճակը փոխել, այսինքն չեմ ասում այսպես ամեն հարցից հետո արդարանա եւ ինչ որ ուղիղ եթեր մտնի եւ ասի չէ ես այսպեսին չեմ եւ այլն, բայց հավատավորները թեկուզ կարող էր ասել փարատելու իշխանության մեղադրանքները, եթե դրանք փարատելի են, իդեպ նույնը նաեւ երեխա ունենալու թեմայով։ Եկեք այսպես մեկ անգամ ասեցինք, բայց պայմանավորենք, որ ես որևէ ձևով չեմ մեկնաբանելու կաթողիկոսի թե խոսքը, թե վարքագիծը, թե ակնկալիքները, թե ինչ ես կարող եմ ունենամ իմ ակնկալիքները վեհապար Տիրոջից, բայց այդ ակնկալիքները իմ ներսում են պահում։ Որևէ կերպ չեմ մեկնաբանելու թե իր խոսույթը, թե իր խոսքը, թե իր վարքագիծը, թե իմ ակնկալիքները։ Վեհապարը ինքը գիտի։ Ունենամ թե չունենամ, ես չեմ ասելու իմ այդ դժգոհությունների վերաբերյալ, որտեղ մենք խոսեցինք, կարծեմ, իրար հետ պայմանավորվեցինք, որ հավատավոր զավակի այդ խոնարհությամբ դու պետք է այդ դժգոհությունները հասցեագրես։ Իսկ խոնարհությամբ դա նշանակում է անլսելի, լուր, լրաձայն։ Քո խողովակներով անդրադառնալը դա իմ իրավունքն է, չէ, դա իմ իրավունքն է։ Ներողություն, դա իմ իրավունքն է, ես որպես հավատացյալ, ես իմ իրավունքները գիտեմ եւ իմ կապը, իմ փոխհարաբերությունները հայ առաքելական եկեղեցու հետ, ես կառուցում եմ ինքս իմ համոզմունքի եւ իմ հավատի հիման վրա։ Հետեւաբար եկեք այդ մասը դնենք մի կողմ, ասում եք լավ կլներ, որ այսպես աներ կամ այնպես։ Գիտեք, ես որպես ուղիղ մեղադրանքներ ես ել եմ ասում, դուք ասի քաղաքական, դա քաղաքական գնահատական չի։ Եթե մարդուն դու օրինակ ասում ես, որ ինքը օտարերկրյա գործակալ է, դա սուտ մատնություն է։ Փաշինյանը սուտ մատնության է ենթարկվում։ Այլապես նայ, իհարկե, եկեք այդպես ասենք։ Եթե չի ներկայացվում փաստեր, եւ եթե մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի իրավունքի երկիր, եթե երկրի վարչապետը ասում է այս կամ այն անձը օտարերկրյա գործակալ է,
ապա ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, որ այդ փաստերը ներկայացվի եւ այդ փաստերի հիման վրա տվյալ անձի գործողություններին տրվի քրեաիրավական գնահատական։ Եթե դա չի արվելու, այդ նշանակում է, որ իմ երկրի վարչապետը սուտ մատնությամբ է զբաղված։ Ես սրան այսպեսի գնահատական կտամ։ Կոնկրետ է, այսինքն Իհարկե, կա փաստը ներկա։ Իհարկե։ Բա մենք ուզում ենք, չակնկալում ենք, չէ՞ որ ունենանք իրավական երկիր։ Իսկ որ ասում են արխիվները դե կարող է գոյություն չունեն։ Արխիվները դե նայեք, այդ դեպքում էլ պետք է նայես երկրի ղեկավարը բան է, այսինքն ինքը հերուրանքներով է խոսում։ Առանց փաստերի, եթե չկան այդ արխիվները, բան չի է դա բարձրաձայնում ինքը։ Դա իր մեկնաբանություններն է, չի կարելի։ Կամ ապացուցվում է, կամ հերքվում է։ Այդքան բան։ Տեսեք, ես չեմ ուզում հետ գնալ, թե ինչից սկսվեց այս ամեն ինչը, ամեն մեկը ինչպես մարդկության ծնունդը, հա, մեկը համարում է նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումից սկսվեց, մյուսը համարում է կաթողիկոսի հրաժարական պահանջելուց սկսվեց, բայց տեսեք, այս 10 հոգուց մեկը պատմում էր, որ 24 arczepiskopos ըստ էության քննարկման է դրել արդյոք Բագրատ arczepiskopos Գալստանյանը հակաիշխանական ընդդիմադիր շարժումը սկսի թե չէ 20-ը դեմ են արտահայտվել 4 հոգի կողմ, բայց չնայած դրան նա մտել է քաղաքական պայքարի մեջ եւ հիշում ենք, որ arczepiskopos-ը ասում էր, որ ունի կաթողիկոսի այսպես օրհնությունը Բագրատ Գալստանյանը նկատի ունեմ, սա չի նշանակում, որ որոշակի նաեւ սխալ էր եկեղեցու կողմից քաղաքականացվելը կամ ընդդիմադիրացվելը, չէ՞ որ կան քաղաքական գործիչներ, եթե կարիք կա հակաիշխանական պայքարի, թող նրանք մղեն, սա լրացուցիչ հարված չբերեց եկեղեցու կողմ կամ չակտիվացրեց իշխանության ջանքերը կաթողիկոսի հեռացման օրակարգը ակտիվացնելու։ Այդ ձեր ասածների մեջ մի շատ կարևոր իրադարձություն էլ տեղի ունեցավ, որով որ կարծես հայրաքելական եկեղեցին դրանով ի ցույց դրեց, որ ինքը քաղաքական գործընթացներին մասնակից չէ։ Ինչ եղավ arczepiskopos Բագրատ arczepiskopos-ի բանը կասեցվեց։ Հա, բայց ինքը վեղարը չհանեց հակից։ Որտեւ ինքը մնաց որպես հոգեվորական, բայց ինքը արդեն որպես թեմակալ առաջնորդ իր գործունեությունը կասեցվեց։ Այսինքն այդ բանով, այդ գործողությամբ հայրաքելական եկեղեցին ուղղակի ուզեցավ ցույց տա, որ ինքը քաղաքական գործընթացների մեջ չի բայց հոգեվորականները մասնակցում են ցույցին։ Իհարկե կարող են մասնակցել, որովհետև հոգեվորականները հարգելի Ռոբերտ, ձեր եւ իմ նման Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Եվ Բագրատ arczepiskopos-ը արդեն իրագործում էր այդ ամբողջը, այդ շարժման, սրբազան շարժման առաջնորդությունը տանում էր որպես օրինակ, ես ֆինանսիստ եմ, դուք լրագրող եք, ինքը հոգևոր առաջնորդ է, բայց արդեն ոչ թե թեմակալ առաջնորդի կեցվածքով, այլ որպես հոգևորական Հայաստանի Հանրապետության չստացվեց, որ եկեղեցին ասես ընդդիմադիր լինելը լավ է, իշխանական լինելը վատ է։ Ոչ, ես կարծում եմ, որ երբ որ Բագրատ չխրվեց հավատալու չեմ կարծում, չէ, չեմ կարծում, չկա նման բան, հասկանում եք, որովհետև հայ առաքելական եկեղեցին ինքը ամեն ինչ արեց, որ ինքը չներքաշվի քաղաքական գործընթացների մեջ։ Թեև դուք իրավացի եք այն նրանով, որ անուղղակիորեն կարող էր այդպես թվալ, որտեղ ժողովրդի մի մասը, օրինակ հայրապետի օրհնանքը տված բանին, Բագրատ arczepiskopos-ին, բայց այդ օրհնանքն էլ նա է, որ բոլորը իրենց ցանկությունների մեջ ազատ են։ Եվ օրհնում է բոլորի կամ արտահայտության ազատությունը հոգևոր հայրը։ Հասկանում եք, բայց ինքը հանդես չի գալիս որպես հայ առաքելական եկեղեցու առաջնորդ։ Շարժումը։ Հա։ Դուք նման բան եք լսել։ Այդ process-ը, որ ինքը իրագործում է։ Ես այդպես չգիտեմ։ Եկեք մենք այս բանին սահարկախենք, որովհետև այդտեղ կարող է ամեն մի ձևակերպումը սխալ տպավորություն չի ասել։ Կնայեք, բայց նաև Մայրաթորի պաշտոնական հայտարարությունը բավականին, այսպես իշխանությանը քննադատում են, օրինակ սահմանազատման հարցով, տարբեր հարցերով, հա, Արցախի հայերի իրավունքների չբարձրացման հարցով եւ այլն։ Միգուցե սա էլ է հիմք հանդիսացել, այսպես եկեղեցուն մեղադրանք առաջադրել քաղաքականացման։ Ոչ, եկեք վարչապետի հրաժարական պահանջը։ Վարչապետի հրաժարական պահանջը դա եղել է այն ժամանակ ըստ էության կարելի ասել ազգային պահանջ էր դա։ Եվ հայ առաքելական եկեղեցին միշտ
հանդես է եկել մարդկանց իրավարար իրավունքների համար։ Եթե խոսում ենք բանի սահմանազատման եւ սահմանագծման, ապա ինքը հանդես է եկել մարդկանց իրավունքների պահպանման տեսանկյունից։ Եթե խոսքը գնացել է սրբազան շարժման մասնակիցների արդար պահանջներին, միշտ եղել է հավատավոր ժողովրդի իրավունքների պաշտպանման տեսանկյունից։ Ոչ մի անգամ հայ առաքելական եկեղեցին չի աջակցել այս կամ այն քաղաքական գործընթացը, այլ միմիայն հանդես է եկել հավատավոր ժողովրդի իրավունքների պաշտպանման տեսանկյունից։ Իսկ դիմադիրները ցույցերին մարդ ուղարկելը, այսինքն, տեսեք, հոգևորականները բոլորը մեր նման, ձեր նման, իմ նման Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ես չունեմ այդպիսի տեղեկատվություն, հաստատված տեղեկատվություն, որ օրինակ վեհապարը պարտադրանքի ուժով այս կամ այն հոգևորականին ուղարկել է մասնակցության այս կամ այն հանրահավաքին։ Վկայություն կարող է լինել, բայց ոչ հաստատված փաստական հանգամանք։ Չկա իմ կարծիքով, ամենայն դեպս ես չգիտեմ այնպիսի քրեական գործ, որի շրջանակներում հաստատված փաստական հանգամանք կա առ այն, որ կաթողիկոսը այս կամ այն հոգևորականին պարտադրել է որ մասնակցի։ Գիտեք, կարող են լինել տարբեր հոգևորականներ, կարող են լինել տարբեր հոգևորականներ, որոնք այս կամ այն գործի շրջանակներում կարող են նաև այդպիսի ցուցմունքներ տալ, բայց նախաքննություն ավարտույց հետո դատարանում մրցակցային պայքարի կամ մրցակցային դատավարության շրջանակներում դատարանն է որ պետք է ասի այդ փաստը հավաստված է թե հավաստված չէ, քանի դեռ անձանց հայտարարությունների հիման վրա քրեաիրավական գնահատականներ տրված չեն արդարադատական համակարգի կողմից, ես մնում եմ իմ տեսակետին։ Ինչպես կհանգուցալուծվի կամ պետք է հանգուցալուծվի իրադրությունը, ամեն դեպքում թվում է, այսպես հանրային դիրքավորումից դատելով, երկու կողմն էլ շատ վճռական են տեղի չտալու, եւ իշխանությունը եւ կաթողիկոսը։ Շատ լավ ձևակերպում տվեցիք, երկու կողմի իշխանությունը եւ կաթողիկոսը։ Ես կոչ եմ անում նախ եւ առաջ 10 բարձրաստիճան հոգևորականներին, կոչ եմ անում, որ իրենք խոհեմություն ցուցաբերեն եւ դարձի գան։ Եթե ունեն իրենց անհամաձայնությունները դեպի վեհապարտեր, թո իրենք ձևակերպեն դա առանց իշխանությունների եւ առանց Նիկոլ Փաշինյանի հրահրելու։ Ամբողջ ժողովրդի աչքի առաջ է տեղի ունենում, թե ինչպես է իշխանությունը դարձնում 10 հոգևորականներին իրենց մտադրությունների գործիք։ Առաջի կոչս իրենց, որ իրոք խնդրում եմ իրենց, որ իրենք դարձի գան եւ տեսնեն թե ինչ է կատարվում, ինչ են անում իրենք։ Այսօր հայ առաքելական եկեղեցու գլուխը հայոց վեհապար Հայրապետն է եւ հայոց վեհապար Հայրապետի դեմ ուղղված ցանկացած գործողություն ինքը ընկալվում է որպես հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվող ոտնձգություն։ Սա թող իրենք, սա քարի վրա գրված ճշմարտություն որպես թող ընկալեն։ Երկրորդը հայ ժողովրդին, իմ ժողովրդին, մեր հայրենակիցներին խնդրում եմ, որ իրենք որևէ սադրանքի չտրվեն այսօր։ Այսօր հնարավոր է տարբեր ուժեր իրենց հրահրեն եւ ժողովրդին հանեն իրենց դեմ։ Ես խնդրում եմ բոլորին, որ լինեն զգոն եւ որևէ սադրանքի չտրվեն։ Այս երկու բանը այսօր ես կասեի, թե ինչով կավարտվի եկեղեցի եւ այսօրվա իշխանությունների այսպես ասած արճակատումը, վստահաբար գիտեմ, որ եկեղեցին ամենայն հավանականությամբ ինքը 1700-ամյա իր կանգուն կարգավիճակը կպահպանի տեսանելի ապագայում եւս։ Իսկ այս իշխանությունները շատ ոչ ապագայում գնալու են պատմության գիրկը եւ իրենց վարքագծի եւ իրենց գործունեության համար ունենալու են հստակ գնահատական, թե պատմության, թե ընդհանրապես բոլորիս, թե ընդհանրապես նաեւ արդարադատական համակարգի առումով։ Մի հարց էլ ամփոփիչ, պարոն Արման Թաթոյանի առաջարկը նախկին նախագահային հեռանալ բավականին սուր ընկալվեց եւ ընդհուպ ձեզ մեղադրեցին նիկոլական խաղեր տալու մեջ, որպես այսպես ընդդիմադիր ձևանալու եւ այլն եւ այլ։
Այն մյուս ԱԺ ընդդիմությունը ասում է, որ իրենց առաջնորդները ըստ էության կարող են միայն Փաշինյանին հեռացնել, նրանք ավելի շատ վարկանիշ ունեն, դուք չունեք, դեռ փորձաքննության չեք ենթարկվել, իսկ օրինակ պարոն Քոչարյանը երկրորդ ուժի ղեկավարն է գոնե այս բայդրությամբ, դուք ունակ չեք իշխանափոխության, ինչպես կարձագանքեք սրանով ամփոփենք արդեն։ Արձագանքս մեկն է, մենք անձնավորված որևէ գնահատական ոչ մեկի չենք տվել։ Մենք ասել ենք, որ 3 նախագահների օրոք ծնված եւ այսպես ասած ձևավորված համակարգի տխրահարճակ արդյունքը 18 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության գալն էր։ Եվ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության իր քաղաքական վերարտադրության համար օգտագործում է նախկինում ծավալված եւ նախկինում կատարված բոլոր խնդիրները։ Մենք ասում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա, պետք է կտրել իրեն այդ սնունդից, քաղաքական սնունդից։ Հետևաբար պետք է 3 նախագահները հրաժարվեն այդ պայքարից, որը չունենա։ Հավանաբար կմասնակցի։ Շատ լավ իր իրավունքն է, ես բան չունեմ ասելու։ Եվ Փաշինյանը գաղթի ձեր կարծիքով։ Ոչ։ Փաշինյանը չունի այդպիսի որևէ հնարավորություն հաղթանակի։ Շնորհակալ եմ, կհետևենք պարոն Անանյան, Factor TV-ում հյուրընկալել ենք Դավիթ Անանյանին։